Ուշադրություն դարձեք, որ ասում է ջանացեք, որ ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատուն դարձնեք։ Ընտրությունը դա Աստծո հավիտենական ընտրությունն է, բայց կոչումը պատմության այն բանը, երբ այդ ընտրությունը ինչ եղավ, իրականություն դարձավ։ Որտեւ այնպես չի, որ հենց ծնվեցինք, միանգամից Տերը վերստին ծնունդ տվեց։ Տերը ընտրել էր այդ ընտրությունը հավիտենականությունից առաջ էր, բայց մեր կյանքում պահ եղավ, որ Տերը մեզ ինչ արեց, կանչեց, վերստին ծնվեց, սա իրականություն դարձավ մեր կյանքում։ Երբ որ խոսում ենք, ասում է հաստատում դարձնել, սա չի նշանակում փոխել Աստծո որոշումները։ Այսինքն, որտեվ եթե Աստծո որոշումները որևիցե մեկը չի կարա փոխի, նշանակում է հաստատուն դարձնել սեփական գիտության ու կյանքի մեջ։ Այսինքն ինձ համար, իմ կյանքի մեջ ես ինչ ունեմ, վստահություն ունեմ, որ Տերը ինձ ընտրել է եւ փրկել է։ Մեկ-մեկ երբ որ առաքելականների հետ խոսում եք այս թեմայով, ասում են, դե մենք չենք կարող ասենք փրկված ենք թե չէ, ժամանակը ցույց կտա։ Ինչի որտեվ եթե մեկը լսում է, որ ասում ես, ես փրկված եմ Տիրոջով, ասում է ուրեմն ինչ ես արել, հպարտացել ես։ Այստեղ հպարտության մասին չի խոսքը գնում։ Երբ որ մեր կյանքում մենք տեսնում ենք, որ Տերը մեր կյանքը փոփոխում է, Սուրբ Հոգու պտուղը կա, սա նորից մեր փառքի մասին չի, մեր անձի մասին չի։ Մենք ուղղակի ընդունում ենք եւ հաստատում ենք այն, ինչը որ Տերը մեր կյանքում անում է, եւ փառքը նորից տալիս ենք նրան։ Դրա համար լիարժեք կերպով կարողանում ենք ասել, այո, Տերը ինչ արել ինձ, ընտրել է, փրկել է, սրբել է եւ իրեն զավակ է դարձրել։ Ամեն փառքը նորից ուղում ենք միմիայն իրեն